Դարաձաշրջանային պատերազմը իր մեծ հետքը ցկեց Լիբանանին վրա։ Հազարավոր զոհեր, վիրավորներ, միլիոններով վնասներ, սակայն հայությունը կմնա պահանջատեր։ Այսօր հավաքված ենք Մեծիդանեն Գիլիգիո Անտիլիասի մայրավանքի մեջ ոգեկոչելու հայոց ցեղասպանության 111-ամյակը։ Հակառակ անվտանգային եւ տնտեսական բարդ պայմաններուն ամեն դարվան պես Լիբանանահայությունը համախմբվեցավ ոգեկոչելու հայոց ցեղասպանության զոհերու հիշադակը եւ ամբողջ աշխարհին հիշեցնելու, որ հայ ժողովուրդը գա, գկոյադեվե ու պիտի շարունակե իր պայքարը։ Գերգին անգամ այսօր Լիբանանահայությունը հավաքված է ոգեկոչելու հայոց ցեղասպանության նահատակներու 111-րդ տարելիցը։ Ոգեկոչման միջոցառման գազմագերբիչները հայտարարեցին, որ ապրիլ 24-ը շադոնց թատրած է սուքի կամ հիշադակության օրը լալե, եւ ան կոնե այսօր վնեսկսյալ պետք է վերածվի նոր ու ծրագրավորված ճանապարհով իրավունք պահանջելու ուխտի ու երթի օրվան։ 111-րդ տարին է, որ այս տարի ոգեկոչենք հայոց ցեղասպանությունը Լիբանանի մեջ, Մեծիդանեն երկրորդ կաթողիկոսության մայրավանքեն ներս, պահանջելով մեր արտար իրավունքները։ Այս տարի Լիբանանությունը գաբրի քիչ ավելի դժնտակ եւ դժվար օրեր, նոր ելած ենք պատերազմեն, զինադատարը մեկ շաբաթ է, որ հայտարարված է եւ երկիրը գտնվի դակավին գիսա պատերազմական վիճակի մեջ, բայց այսօր հագարակ Լիբանանությունը այսօր խորներամ շարքերով հավաքված է հոս եւ ոգեկոչի հայոց ցեղասպանության 111-ամյակը այսօր Լիբանանահայությունը հավաքված է այստեղ Անտիլիաս մայրավանք հիշադակելու համար անգամ եւս մեր փիրավոր նահատակներու ուրեմն սկադոնը Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Լիբանանի հայկական ավանդական երեք կուսակցությունները հանդես եկան նաև համատեղ հայտարարությամբ իրենց երախտիկը հայտնելով նաև Լիբանանին, որ աբաստան տվավ չարտերեն փրկված հայ ժողովրդի զավակներուն։ Հայտարարության մեջ նշված է, որ ցեղասպանության ճանաչումը գապված չէ միայն անցյալին, այլ նաև անհրաժեշտություն է աբական պաշտպանելու համար։ Արդարությունը կվերականգնե զոհերուն արժանապատվությունը, գամրաբտե միջազգային իրավական կանոնները եւ կստիպե ովևէ հարցակողի մտածել բազմիցս նախքան հանցագործություն կործելը։ Հանդիսության ավարտին խոսք արավ նորին սուրբոզություն դերդեր Արամ առաջին կաթողիկոս Մեծիդանեն Գիլիգիո։ Ան գոչերավ բահել մեր ազգային հիշողությունը գենտանի, շարունակել պայքարը արդարության եւ ճանաչման համար եւ ամրապնդել հայ ժողովրդի միասնականությունը։ Արամ առաջինը հատուկ կերպով անդրադարձավ երիտասարդության թերագադանության, նշելով, որ աբական գաղված է անոնց գիտակցութենեն, ներգրավվածութենեն եւ ազգային արժեքներու պահպանութենեն։ Պատիլ Մգրդիչյան, լուրեր, Լիբանան։